Նախ Տիկին Դանիելյան դիմում եմ ձեզ, որպես կին այս տղամարդկանց խոսքից հետո խնդրում եւ պահանջում եմ պահպանել լռություն, երբ որ ես եմ խոսում։ Ուրեմն տղամարդկանց դուք հաղորդավարն եք, դուք կոորդինատոր։ Գենդերային անհավասարություն է։ Արդեն սկսեց Բարմուրազին։ Նախ մի քանի ռեմարկներ արտահայտած մտքերից։ Չէ, ձեր անվտանգության կոնցեպտը։ Ես կանդրադառնամ անվտանգության կոնցեպտին անպայման, մեզ ամենաշատ հուզող հարցերից մեկն է։ Ուրեմն ճիշտ դիտարկումներ են, որ Սեզարները լավ զենքեր էին, որ այսօր ցուցադրվել են, շատ ճիշտ նշվեց, որ 155 մմ-անոց արկիրով օգտագործվող զենքեր են, մոռանում են նշել, որ ամբողջ հայկական բանակը այսօր 150 մմ-անոց արկեր են օգտագործում եւ այս Սեզարները տոտալ ինչ է կարող ինտեգրվել հայոց բանակում, այնպես որ պահպանեք լռություն, պահպանեք լռություն, Տիկին Դանիելյան պահպանեք լռություն, Տիկին Դանիելյան պահպանեք լռություն, պահպանեք լռություն, ձեր փորձագետները մսոլավ չեն աշխատում, Այո, ուրեմն պահպանեք լռություն։ Տիկին Ալեքսանյան հնարավորություն եք ունենալ։ Տիկին Դանիելյան ես ձեր գործն եմ։ Ոնց որ ասեք մատունը սեվացեք պահպանեք լռություն, 150 մմ-անոց արկեր են օգտագործվող բանակում առաջարկում են 155։ Հայաստանում ինչ արկեր։ Տալիս եմ, ինչ Չէ, հիմա չէ։ Ձեր ղեկավարից կարող առաջնորդվեք եւ ձեր կինազատություններ թույլ տաք եւ բռնություն իրարեք մի նկատմամբ։ Դուք շատ մոտ եք գալիս, խնդրում եմ, մի վարքյան։ Պահպանեք լռություն, վարքյան։ Եվ այնուամենայնիվ ինչ արկեր են արտադրվում։ Տալիս եմ։ Չէ, հիմա Մենք լռություն։ Տիկին Հովսեփյանը երկար չի խոսում։ Եկեք պայմանավորենք, Տիկին Հովսեփյանը կներկայացնի։ Մի վարքյան Վասրենյանց։ Այսօր կարող ենք խոսել բազմաթիվ զենքերի տեսակներից, որոնց որ այս իշխանությունները բացարձակապես չի տիրապետում, անգամ իմանալ 155 մմ-ի մասին է խոսում։ Բայց բոլոր զենքերը դառնում են անիմաստ, եթե չկա քաղաքական կամք դրանք օգտագործելու եւ եթե սպասում են Ալիևի հրահանգին, դա օգտագործեն թե չէ։ Այդ բոլոր զենքերը դառնում են անիմաստ եւ նման ռազմական շքերթները դառնում են անիմաստ, որովհետեւ չկա քաղաքական կամք եւ դուք սպասում եք Ալիևի հրահանգին, որպեսզի դուք ես այդ ասում եմ իմ խոսքերը պահանջում եմ նրա լռությունը եւ հետեւաբար սիրելի հայրենակիցներ անվտանգությունը ապահովում է նախ եւ առաջ ուժեղ ղեկավարով, ոչ թե այնպիսի ղեկավարով, որը որ բերում է 3 պատերազմ, որը որ բերում է զոհեր, որը որ բերում է տարածքային Պարոն Ալեքսանյան ընթացքը խանգարում ապրեք, շարունակեք ասել, ես ձեր առաջնորդի պես լեզվական խնդիրներ չունեմ, ես կարում եմ հայերեն խոսել։ Պարոն Ալեքսանյան նշումներ արեք, որ հետո անդրադառնանք, բայց մի ընդհատեք։ Մեզ պետք չեն վարժ հայերեն Պարոն Ալեքսանյան, լավ, թող դու մարդ արտահայտվի, կհասցնեք, արտահայտվի, դուք ձեր հարցերը կտակ, հենց գալիս է հարցի ժամանակ ասում եք հարց ունենք, հենց խոսում եք սկսում եք հարցը տալ, թող ավարտի հարցը, դու լրի ընդհանրապես, շարունակեմ պարոնայք։ Խանգարեք մարդը խոսում արգելի գործ է։ Վահագնա խանգարում ես եք ասում։ Դուք եք հիմա, ես ձեզ չի ասում, ասեի Վահագն Ալեքսանյանը։ Ում են պետք այն զենքերը, որոնք որ ցուցադրվում են այսօր Հայաստանի Հանրապետության հրապարակում, եթե ադրբեջանցիները 300,000 ադրբեջանցիներ են քայլելով գալու հասնել Հայաստան։ Ում են պետք կատարյալ դուք իման լրտեսական Հայաստանի Հանրապետության դեմ գործակալական լրտեսական գործունեություն եք ծավալում առաջ մղելով Հայաստանի Հանրապետության դեմ ըշտամական թեզեր ու ես չգիտեմ ով է ձեզ վարձել, որ դուք այդ թեզը Հայաստանում առաջ տանեք, բայց այն բոլոր գործակալական կազմով, որի վզին դրել են, որ գավ այդ թեզը առաջ տանի Հայաստանում, նստելու են բանտի ծակերում։ Հայաստանի Հանրապետության
Դուք լրեք։ Առնվազն եկան ժամանականի դեր քապելիստանությունը, ոչ մի ադրբեջանի չի գալ։ Ես չգիտեմ ձեր այդ կակազող, չգիտեմ ինչ պլաններ ունի։ Հայաստանի Հանրապետության մասին այդ ձեր գործակալական թեզերը վերցրեք ու տարեք աղբամանը շպրտեք։ Հերիք եղավ, ո՞լ եղավ։ Ո՞վ է ձեզ թող տալի, որ այդ թեզը Պարոն Ալեքսանյան, գրեք ով է ձեզ վճարում այդ թեզը առաջ տանելու համար։ Հերիք եղավ, գործակալական գործունեություն է սա Հայաստանը։ Մի րոպե, տիկին Հովսեփյան, մի վարքյան, մի րոպե։ Ուրեմն, եթե դուք գալիս եք 300,000 ադրբեջանցիների, մի րոպե, դուք ինչու եք ինձ ընդհանրում, պարոն հաղորդավար, մի րոպե, պարոն հաղորդավար, ես լսել եմ բոլորին, չեմ ընդհատել ոչ մեկին, ուրեմն հիմա ինձ լսեք, ուրեմն հիմա ինձ, պարոն հաղորդավար, մի րոպե թողեք խոսան։ Հիմա դուք, պարոն Ալեքսյան, եթե մի անգամ էլ ընդհատեք միկրոֆոնը կանջատեք։ Գրեք ձեզ մոտ կանդիդատներ։ Դուք Կամ հեռացնել դա։ ասում եք ձեր թեզերը, ինչպես է ապահովել։ Խնդրեմ։ Ավարտեցին ու հիմա առաջարկում եմ ինձ լսել։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովվում է նորից եւ կրկին ուժեղ ղեկավարի միջոցով, ոչ թե այն ղեկավարի, որը անընդհատ հանձնում է միակողմանիորեն զիջում է։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովում է ու կարող է ապահովել միայն այն դեպքում, երբ ադրբեջանցիները հեռանան 240 քառակուսի մետր տարածքից։ Հայաստանի Հանրապետության, ինչպես որ խոստացել են այս իշխանությունները անել երկու շաբաթվա ընթացքում, բայց չեն արել ու եղել է հերթական սուտը, որ արել են։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու է, երբ որ այս մարդիկ մի վախեցեք նայել, այս մարդիկ վերադառնան Հայաստան, որոնց բոլոր անխտիր, բոլոր ռազմագերիները վերադառնան Հայաստան։ Ինչպես։ Հայաստանի Հանրապետության ապահովելու են այն դեպքում, երբ որ հեռանան 3 պատերազմ բերած, բազմաթիվ զոհեր բերած, Հայաստանի սուվերեն տարածքները հանձնած իշխանությունները։ Այդ ժամանակ հեռացան, Դուք ինչպես եք ապահովել։ ես ասացի։ Չէ, դուք չասացիք։ Ղեկավարը եկավ, ինչպես է ապահովել։ Մի րոպե ես հարցը ձևակերպեմ, տեսեք։ Ինչպես է հետ բերելու այդ հողերը եւ բանտից բերելու այս մարդկանց։ Շատ Ինչպես։ բարձ։ Նախ, բարձ, եթե թույլ տան նորից պատասխանեմ, բովանդակային։ Ես եմ ձեզ հարց տվել, հա։ Ես ասում եմ դուք եք տվել, բայց չթողնեն ինձ ընդհատեք։ Հարց պատասխան։ Ուրեմն տարածքները հետ են վերադարձվելու, ինչպես որ հայտարարել է ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավարը Սամվել Կարապետյանը, դիվանագիտական միջոցներով, որովհետև այդ տարածքները Հայաստանի սուվերեն տարածքներն են եւ եթե ասում են երկու շաբաթից հետո վերականգնելու է, հետ է վերադարձել, բայց մինչ օրս ոնց որ թե չի ստացվում ԿՊ-ի մոտ ժամանակն գնալու։ Հետո ինչպես են վերադարձնելու գերիներին, գիտեք ինչպես են վերադարձնելու, երբ որ արտաքին գործերի նախարարին գերիների մասին հարցնեն, չասի ծնգլահան եք անել, հունիսի 7-ից հետո ծնգլահան կլինեն իրանք Եվ ինչպես եք վերադարձնելու։ Վերադարձնելու ենք այն բանից հետո, երբ որ Շվեյցարիայի խորհրդարանը առաջարկում է հարթակ ստեղծել գերիների հարցի քննարկման համար, մենք այդ հարթակի ստեղծումը չենք բլոկելու, ինչպես որ անում է այսօրվա արտաքին գործերի նախարարությունը։ Ստեղծում եք հարթակ, հետո։ Եվ հետևաբար գերիների վերադարձը սևով սպիտակի վրա նշված է նոյեմբերի 9-ի պայմանագրով, որը որ այս իշխանությունները եւս չեն իրականացնում, պահանջելու որպես նախապայման լինի, որ այս գերիները այս մարդկանց արժանապատվությունը վերականգնելու համար մեր հայ ժողովրդի ազգանային արժանապատվությունը վերադարձնելու, տիկին, ասեք ինձ ասում, առնվազն, երբ որ Դոնալդ Թրամփը հայտարարում է, ասում է, իսկ ինչ կա գերիներից Ադրբեջան, երկրի ղեկավար վարչապետը, չասի եկեք անցնենք այդ թեման։ Ու չի փոխում այդ թեման։ Արձանագրված վիդեոներով։ Եկեք եթերը ստոպենք բերեք։ Եթերից հետո դուք ասում եք ինչ պիտի չանի, մի րոպե, ինչ պիտի չանի ԿՊ-ն։ Մենք ձեզ հարցնում ենք ինչ պիտի անեք դուք։ Ինչպես եք վերադարձնելու։ Դիվանագիտական ճանապարհով Հայաստանի տարածքները վերականգնվելու են, ունենալու են պրոֆեսիոնալ դիվանագետներ, ոչ թե այսօրվա դիվանագիտական ճանապարհով, որտեղ որ Հայաստանի ազգային շահերն են սպասարկելու, ոչ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Չեք բաց, դուք ասում եք դիվանագիտական ճանապարհով։ Դիվանագիտը խոսակցություն է, չէ՞։ Գնում եք, ասում եք դուրս եկեք, նրանք ասում են չէ։ Ինչ ենք անում։ Ինչ ենք անում, կան բազմաթիվ միջոցներ, որոնք որ կարող են
այն տարածքների 240 քառակուսի մետրը, դա Հայաստանի սուվերեն տարածքների մասին է խոսքը, բոլոր միջազգային նորմերով եւ բոլոր միջազգային օրենքներով դա պատկանում է Հայաստանին եւ հետեւաբար բոլոր դիվանագիտական միջոցները ձեռնարկելով մենք հետ ենք վերադարձնելու այդ տարածքները։ Դուք ասում եք, այսպես ինքը ասում է չեմ տալի, ինչ ենք անում։ Ինչպես որ ասում եմ չեմ տալիս գերիներին, ինչպես որ ասում եմ չեմ տալիս տարածքը, դա այդպես է լինում, երբ որ իր դիմացը լինում է պարտված, այդպես ասում, իմաստը պարտված ղեկավարը լինում, երբ որ լինի ուժեղ ղեկավար, ասի ու կտա։ Այո, ուժեղ ղեկավար լինի ու կտա։ Հիմա հարցերի Ես էլ էլի Հարցեր ունեք։ Խնդրեմ, ձեր հարցերը։ Նախ մի քանի հարց է էլի որպես այդպեսին եթե կարելի է։ Ինչու է Վագն Ալեքսանյան։ Բայց ինչի ընդհատում։ Եկեք մի բան պայմանավորվենք, մի բան պայմանավորվենք, Տիկին Հովսեփյան։ Կանանց նկատմամբ ոնց որ հասկանում Հետո Արեգական դուշ եղեք, Նիկոլ Փաշինյանը սովորացրել է կանանց թևերից քաշել, բազերը պոկել, դուշ կնել։ Մի բան Դուք պայմանավորվենք։ ինձ ղեկավարում եք, որ քաշ քշել, բան, դες բաներ չպետք է խոսալ։ Մեր ղեկավարը որևէ մեկին չի քաշ։ Գիտեմ, ախորան է։ Իրաց գրասենյակում զուգահանները պլոմբած է քարոզարշավի որ մարդ չմեռնի Քոչանի գրած, Եկեք պայմանավորվենք, պարոն Ալեքսանյանը, մինչև վերջ ավարտի հարցը եւ հետո դուք պատասխանեք։ Խնդրեմ։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն նախ, երբ որ Տիկին Հովսեփյանը ասում է, որ այդ զենքերը ոչինչ չեն նշանակում, կարևորը որ ուժեղ ղեկավարը լինի, որ նոր կկրակեն։ Ես վստահ եմ իրանց ղեկավարը, եթե կրակելու հրաման տալու լինի, վստահ եմ աշխարհի ոչ մի լեզվով չի կարողանա կրակել բառը հրամանի մեջ գրի։ Դերա, բանա։ Չէ, կատակ չեմ անում, մի վարքյան։ Հիմա ինչու եք ընդհատում։ 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 Երբ որ բարշ հայերենով խոսում է, որ 800,000 ադրբեջանցի են վերելու։ Պայմանավորվել է։ Շարունակում եք գործակալական գործունեություն։ Երբ որ Հարցը լսեք, դուք պատասխանեք։ Դուք էլ ձեզ մոտ կարող եք գրել, հետո պատասխանել։ Հիմա հարցը լիարժեք ձևակերպեք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն նախ ինչ վերաբերվում է ստելուն եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերադառնալու։ Ուզում եմ հիշեցնել, որ ուժեղ Հայաստանի հայերեն չիմացող ղեկավարի հարազատ եղբայրը Կարեն Կարապետյան, երբ որ տարիներ շարունակ եղել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այդ ժամանակ Հայաստանից եւս եղել են տարածքներ օկուպացված։ Երբ որ հանրապետական կուսակցության այն անդամները, ովքեր հիմա տրանսֆերով եկել են ուժեղ Հայաստան, հալալ կես գիտեք, չէ՞, հանրապետական։ Այդ մարդիկ եղել են իշխանություն Հայաստանում Տավուշից, եղել են տարածքներ օկուպացված։ Ավարտում եմ։ Պարոն Ալեքսանյան, բայց Հակարամ, ավարտեմ։ Սամվել Կարապետյանի եղբայրը չի ուժեղ մարդը Սամվել Կարապետյանը։ Դե էնել եղբայրն է, ոնց է չլինի մի բան, բայոն մի խոսքով դե հիմա։ Դե ինչ որ է, ոնց է չլինի, քաշած կլինի ախորը։ Այնուամենայնիվ եղել են Հայաստանի Տավուշի տարածքներ եղել են օկուպացված Տավուշից տարածքներ, միջև հիմա էլ են իդեպ 90-ականներից սկսած։ Արցվաշենը Հայաստանի սուվերեն տարածք։ Արա պես թույն դիվանագիտություն ունեցող մարդիկ Ա ինչու չեն կարողացել եւ հարց համար 2 կներեք։ Երբ որ ասում եք Ալիևը պիտի հրաման տա որ կրակեն։ Տիկին Հովսեփյան, Ղարաբաղում 23 թվականին իշխանությունը մաքսիմալ հակաքպական էր, մեզ ոչ ենթարկվող էր, ոչ մեր հետ կոնտակտի մեջ էր։ Այդ զենքերը բանցիկով տվեցին Ադրբեջանին, որտեղ Ալիևից հրաման չստացան, կներեք։ Ալիևից հրամանի էին սպասում ու չստացան։ Այդ եթե այդպես է կներեք, բայց ձեր պատերները մեր վրա մի բան արեք, էլի 1000 ներողություն։ Սա հարց է ելույթ, մեզ ժամանակ չի։ Հարցը հնչեց, ասում եմ, այդպես է։ Բավական ելույթ ունենալ Դուք էլ հարց ունեմ, այո։ Մի րոպե։ Ես երկուսին էլ հերթականությամբ սիրով կպատասխանեմ։ Հերթով շարքով ոնց է։ Այո, երբ որ դուք խոսում եք նախկիներից, ու մինչ այդ էլ խոսում եք թալանված բանակի մասին, գնացեք հարցրեք նախկին պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանից, որը որ ձեր թիմում է, նախկին պաշտպանության նախարարության թիկունքի Գագիկ Մելքոնյանից, որը որ ձեր թիմում է։ Իրանք շատ ավելի լավ պատասխաններ կտան, շատ կներեք ձեր անդրավարտիքի հետ կապված խնդիրներին, որը որ դուք անընդհատ բարձրաձայնում եք։ Այնպես որ հասունքին եք, իմ անդրավարտիքի հետ գործ չունեք։ Առնվազն ինձ հաճելի չի, որ դուք ինձ անդրավարտիքի հետ գործ ունեք։
հազար ներողություն, ովքեր իմ անդրավարտի քեզ կարող են որևէ առնչություն ունենալ, Համի որ ասեմ թող լավ կլի։ Բարոն Սուրենյանց, լավ։ Դուք հանրային հեռուստաընկերության եթերում եք, դադարեցրեք խնդրում։ Պարոն Սուրենյանց, դուք հիմա բոլորի ներկայությամբ հայհոյում եք, խնդրում դադարեցրեք սա։ Դադարեցրեք սա, խնդրում եմ։ Եվ երկրորդ, երբ որ խոսում են Արցախի մասին։ Կներեք, պարոն Մուրազի, հազար ներողություն, եթե ձեզ դուր է գալիս հանրային եթերում քննարկել Զմիմյանը Սանդրավարտիկները, քննարկեք Չափանցակ, լսի, էլի չափանցակ, խոսքը դրա մասին չէ։ Դու ես ասել, որ առանց անդրավարտիկ է եղել։ Մի հատ էլ ասա բանակը զինվորին չի տվել, ասել եմ չէ, որտեվ Ռոբը, Սերժը ու դու Սեյրը զինվորի ռուսի կուտով եք եղել։ Ու այո, իրանց կուտով եք եղել։ Շնորհքիդ խոսեք։ Մի րոպե, պարոն Ալեքսանյան, դադարեցրեք, մի վարքյան։ Այս սրա մասին է, որ մարդկանց այդ նման շատ կներեք հարցերը հայ ժողովրդին չի հուզում, ինչպես դուք եք հանրայինում խոսում, դուք եկել եք հանրայինում բարձրացնում եք մի բան, որը ձեր պատկերացումները բանակի մասին սկսվում եւ ավարտվում է դրանով։ Եվ իսկապես ինչպես սկզբում նշեցի, կանանց նկատմամբ վերաբերմունքից խոնավություն քաշալեցեք, բայց ներողություն, մի վարքյան, երբ որ խոսում եք Արցախի մասին, երկրորդ հարցին եմ անդրադառնում։ Երբ որ խոսում եք Արցախի մասին, ասում եք բանտիկը վրան հանձնել է, շատ վերջերս, շատ ակնհայտ դարձավ իրականում վարչապետի մտադրություններ եւ ցանկություններն ու երազանքները եւ իսկապես հիմա անկեղծ ձեզ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ ինձ այս ինչու չեք հարցնում, ինչու ես չեմ զոհվել, այլ հիմա այստեղ ձեր դեմը կանգնած են եւ խոսում են, որովհետեւ ձեր թիմի երազանքն է եղել 120,000 արցախցիներ զոհվեին, որպեսզի դուք այստեղ ավելի հանդիս լինեիք։ Ինչի պետք է զոհվեին, եթե ձեր տեղը զոհվում էին Հայաստանի 18 տարեկան երեխեքները, բոլերը, ապարան երեխեքների ձեր տեղն էին զոհվում, ձեր էլիտաների տեղն էին զոհվում, Ղափանի երեխեքն էին զոհվում, Սյունիքի երեխեքն էին զոհվում, Վայոց ձորի տղերքն էին զոհվում, Արարատի տղերքն էին զոհվում, Երևանի տղերքն էին զոհվում, բայց այդ դեպուտատները պետք է զոհվեին, չէին զոհվելու։ Ու դուք չեք կշտացել այդ Եվ եթե նրանց երազանքն էր 120,000 արցախցիների զոհվեին, դա ձեր երազանքն է, դա ձեր երազանքն է, դա ձեր Ղարաբաղի կեղտոտ էլիտայի երազանքն է։ Ու մենք Ղարաբաղի 120,000 մարդուն ձեր կեղտոտ էլիտայի լծից ենք ասել։ Սյունիքի ժողովուրդը զոհվի, Գեղարքունիքի դա ձեր ժողովուրդը երազանքն է ու ձեր բերանացած իրաց փոքրիկ խմբակով եւ 300,000 ադրբեջանցիներ։ Հիմա Պարոն Հովսեփյանը ձեզ հարցնում է։ Լավ, դե հիմա։ Չէ, բայց մի վարքյան, հազարները, ես հենց հիմա, երբ մի վարքյան ավարտեմ նո։ Ես հենց հիմա Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանցագործության մասին հաղորդում եմ տալիս, որ այս տիկինը եւ իր հայերեն չիմացող առաջնորդը Հայաստանում ծավալում են գործակալական գործունեություն, առաջ տանելով Հայաստանի շահերի դեմ ինչ-որ 300,000 օրինաց բան, հերիք եղավ, բոլեղավ այդ բոլոր լրտեսներին տարեք լցրեք ծակերը։ Պարոն Հովսեփյան, բոլոր լրտեսներին նստացնեն Նիկոլի կառավարությունը մարդ չի մնա։ Թևանյան Անդոն երբեք Նիկոլի կառավարությունը չէր կարալներ, ու ձեզնից ոչ մեկ չէր կարող։ Պարոն, ես հաղորդումը հիմա կփակեմ, եթե շարունակեմ։ Հաղորդումը տրվեց։ Դրսում գոռացեք, խնդրեմ։ Հազարները։ Պարոն Սուրենյանց,